Բարև հայր ջան, այս վերջի շրջանում ծանրաբեռնված գրաֆիկից ելնելով վիդեո քիչ եմ անում, բայց այս վերջի Նիկոլի ելույթը Տիգրան հետ կապված ու ընդդիմության շարունակական մանկապատանեկան բոյկոտի ակցիաները ուղղակի լռելու հնարավորություն չեն թողում։ Ես արդեն վաղուց ընտելացրել եմ ինձ այն ցավոտ իրականության հետ, որ մեր հասարակությունը հերիք չի քաղաքականապես կրթված չի, հետն էլ ոչ էլ ցանկություն ունի գոնե թե ինքնակրթվելու, դրա համար ամեն անգամ ստիպված եմ լինում նոր ծրագրեր ու առաջարկներ ներկայացնելու փոխարեն եղած աղետալի քաղաքականության վրա աչք բացելու, որովհետև օդի մեջ գլխներիս վրա արդեն շոշափելի վտանգները չհասկացողը ի վիճակի չի ուղղակի սթափ գնահատական տալու առաջարկածս ծրագրերին։ Դրա համար մասնատենք ներկա իրավիճակը ու հնարավորինս պարզ փորձեմ ներկայացնել, թե ինչա կատարվում։ Նախ ասեմ, թե այս խոսքս ումա ուղղված, այս խոսքից համար առանձնացված հատուկ թիրախ չկա, սա պետքա լսեն բոլորը, համ ընդդիմություն կոչվածը, որ սովորացնեմ, թե հաջորդ նիստին ինչ պետքա խոսան մանկապարտեզի երեխեքի պես սեղաններին խփելու փոխարեն, համ իշխանություն կոչվածը պետքա լսի, որ հասկանա իրան հակադարձելու հույսը մեր համար իր ընդդիմությունը չի, այլ լույսի բանակն է, համ էլ սա պետքա լսեն բոլոր մասնագիտությունների ու քաղաքական նախասիրությունների տեր հայերը, ու նաև այն ազգային փոքրամասնությունները, ովքեր Հայաստանը մեր հետ կիսում են որպես հայրենիք։ Ես հազարից մեկ եմ ձեզ այս խնդրանքով դիմում, բայց պետքա խնդրեմ կիսվեք, տարածեք այս վիդեոն, ուղարկեք նամակներով բոլորին, ով ձեզ կհանդիպի ձեր մեսենջերներում, քանի որ նորից եմ ասում, այս խոսքս ուղղված է նիկոլականներին էլ, ընդդիմության վրա հույս դնողներին էլ, իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ, բոլորին։ Նենց որ մի մտածեք, սրան ուղարկեմ նրան չէ, ուղարկեք բոլորին։ Խոսալու ենք այն թեմայի մասին, որի շուրջ Հայաստանի քաղաքական դաշտում չափազանց շատ աղմուկ կա ու չափազանց քիչ գիտելիք։ Ընդդիմությունը պետք է հասկանա, պետության սահմանը սեղաններին խփելով, մանկական աբառոտկեքով ու երկիրը հանձնելու մասին դատարկ վայնասումներով չի պաշտպանվում։ Պետության սահմանը պաշտպանվում է իրավական փաստաթղթերով, իրավական հիմունքներով, իրավարար քարտեզով, օրենքով, միջազգային իրավունքով ու վերջապես արխիվով, փաստով ու նենց իրավական դիրքով, որ հակառակորդը դրա դեմ ոչ թե ղժղժա, այլ ստիպված լինի փաստաթուղթ հանելու, որը իրավական հակադարձով մի րոպեում կարելի է ոչնչացնել։ Իսկ ընդդիմությունը մանկապարտեզի ռիթմով է աշխատում ու դա այն պահին, երբ երկրի վարչապետ կոչվածը բացահայտ առանց հիմքերի ու իր անձնական դիրքորոշմամբ ասում է, թե որ գյուղը Հայաստան է, որը Հայաստան չի, ու որ ռազմական էջն էլ փակ է։ Այս պայմաններում դրան հակադարձելու իրավունք ստացած քաղաքական բևեռի պահվածքը ոչ թե ընդդիմություն է, այլ աղմուկ է առանց փաստաթղթի։ Դրա համար ընդդիմություն նստեք, այս խոսքս դասա, սովորեք, հետո գնացեք ամբիոն ու խոսացեք այս լեզվով։ Եթե չեք կարա, ապա ոչ միայն ձեզ կողքից նայող հանրությունը, այլև ձեզ ընտրողները ձեզ այլևս չեն լսելու որպես այլընտրանք, որպես Նիկոլին հակակշիռ ու առհասարակ որպես քաղաքական գործիչ, այլ դուք բոլորդ դիտարկվելու եք որպես համակարգային արտադրանք, որի միակ նպատակն է Նիկոլին իշխանության պահելու ու երկրի կործանման վրա աչք փակելու շնորհիվ աթոռ ունենալը։ Սա իմացեք ու լավ մտածեք ձեր պահվածքի ու պահանջների ֆորմատի վրա։ Եթե դուք ազգային ժողովում նստած եք որպես ընդդիմություն, ձեր գործը իշխանության յուրաքանչյուր սխալ բառի վրա սեղան խփելը չի։ Մի քիչ քաղաքականապես մեծացեք ու լրջացեք։ Ձեր գործը իշխանությանը ստիպելն է, որ ինքը պատասխանի իրավական հիմքերով, որը ինքը չունի տվյալ թեմայի մեջ։ Դուք պետքա խոսաք փաստաթղթով, իրավական նորմով, պատմական աղբյուրով ու օրինական քարտեզով։ Եթե անհրաժեշտ է, պետքա խոսաք նաև միջազգային դատարանի լեզվով, որովհետև պետականության ամենամեծ թշնամին մենակ սխալ որոշումը չի իշխանության կողմից։ Պետականության թշնամի է նաև այն ընդդիմությունը, որը ճիշտ հարց ունենալով սխալ ձևով է տալի այդ հարցը, կամ էլ այդ փաստերը վերածում է շոուի կամ մանկական կապրիզի ու մանկական բոյկոտի։ Մենք միասին Նիկոլի այդ կարճ դրվագը հիմա կլսենք, բայց քանի որ ինքը հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, ինքը շատ կարճ տեքստ է ու վստահ եմ, որ ձեզանից շատերը այդ տեքստին, այսինքն այդ հռչակագրին ծանոթել չեն։ Դրա համար առաջարկում եմ շատ արագ ծանոթացեք, որ հետո համ Նիկոլի խոսքը ավելի պարզ ընկալեք, համ էլ բնականաբար հակադարձս։ Ու հակադարձս պետքա դաս լինի ընդդիմությանը, որի հիման վրա կուզեն ինձ հղում անելով, կուզեն իրանք իրանց անունից, դա կապ չունի, բայց կարևորը ազգային ժողովում նույնությամբ անդրադառնան այդ հարցին ու մեկընդմիշտ Տիգրան հարցը փակեն։
Երկու բան էլ ասեմ ու ծանոթանանք հռչակագրին։ Եթե ընդդիմությունը այս վիդեոից դասեր քաղած չանդրադարձավ այս թեմային, ուրեմն հաջորդիվ ես ոչ թե կարծիք կհայտնեմ, այլ կապացուցեմ, կրկնում եմ, կապացուցեմ բոլորիդ, որ ընդեղ ընդդիմություն չկա, այլ ընդդիմության անվան տակ ամենախորքային գիտակցմամբ նիկոլական անձնակազմը։ Իսկ եթե անդրադառնան ու Նիկոլը իր ՔՊ-ով Տիգրանաշենը Ադրբեջանի մաս ճանաչելու հակահայկական քարոզչությանը վերջ չտա, ապա բանաձևն էլ կասեմ, թե ոնց դա կարադառնա ՔՊ-ի ու Նիկոլի վերջը Հայաստանի քաղաքականության մեջ։ Հիմա ծանոթացեք Ալմա-Աթայի հռչակագրին։ Ալմա-Աթայի հռչակագիր։ Անկախ պետությունները Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելարուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, ՌՍԴԽՀ, Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքմենստանը, Ուզբեկստանի Հանրապետությունը եւ Ուկրաինան, ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման եւ հարգման, ինքնորոշման անկախտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու եւ իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից եւ ուժով սպառնալիքից, տնտեսական եւ ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա, ճանաչելով եւ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, համարելով, որ բարեկամության պատմական խորը արմատներ ունեցող հարաբերությունների, բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը համապատասխանում է ժողովուրդների արմատական շահերին եւ ծառայում խաղաղության եւ անվտանգության գործին, գիտակցելով իր պատասխանատվությունը քաղաքացիական խաղաղության եւ միջազգային համաձայնության պահպանման համար, հավատարիմ լինելով անկախ պետությունների գործակցության ստեղծման մասին համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին, հայտարարեցին ներքո հիշյալի մասին։ Համագործակցության մասնակիցների փոխգործունեությունն իրականացվելու է իրավահավասարության սկզբունքի, համակարգող ինստիտուտների միջոցով ձևավորված պարիտետային հիմքի վրա եւ գործող համագործակցության մասնակիցների միջև համաձայնագրերով որոշվող կարգով, որը ոչ պետություն է, ոչ վերպետական կազմավորում, միջազգային ռազմավարական կայունության եւ անվտանգության ապահովման նպատակներով պահպանվելու է միջուկային զենքի նկատմամբ միասնական հսկողությունը եւ ռազմաստրատեգիական ուժերի միացյալ հրամանատարությունը։ Կողմերը կհարգեն ոչ միջուկային եւ կամ չեզոք պետության կարգավիճակի հասնելու միմյանց ձգտումը։ Անկախ պետությունների համագործակցությունը բաց է նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ նախկին ԽՍՍՀ միության անդամների, ինչպես նաեւ համագործակցության նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների դրան միանալու համար։ Հաստատվում է կողմնակցությունը ընդհանուր տնտեսական տարածության, համաեվրոպական եւ եվրասիական շուկաների ձևավորման ու զարգացման համագործակցությանը։ Անկախ պետությունների համագործակցության ստեղծմամբ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միությունը դադարեցնում է իր գոյությունը։ Համագործակցության մասնակից պետությունները երաշխավորում են իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան նախկին ԽՍՍՀ միության պայմանագրերից եւ համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը։ Համագործակցության մասնակից պետությունները պարտավորվում են անվերապահորեն պահպանել սույն հռչակագրի սկզբունքները։ Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից։ Կարծում եմ պարզից էլ պարզ է այս հռչակագրի տեքստը, իրականում այս տեքստում ոչ մեկ չի կարա ինչ-որ հանցավոր տող գտնի, բայց ամբողջ հարցը նրանում է, թե այս հռչակագիրը ոնց է ներկայացվում, ինչ անհիմն հղումներով է այս տեքստը վերածվում հակահայկական ու ապազգային որոշումների իբր արդարացման ու իրավական հակադարձի փոխարեն ոնց է ընդդիմությունը ազգային ժողովում զիլինախաղում ու իրանցից ամեն մեկը իր համար ոնց է իր խոսքերից Facebook-յան ռիլերի անիմաստ արխիվ հավաքում։ Հիմա եկեք մի հատ լսենք Նիկոլի հակապետական, հակահայկական, հակաօրինական, հակասահմանադրական, ապօրինի ու ապազգային խոսքը ու բառ առ բառ քանդենք իր ասածը, հետնել փաստացի ապացուցեմ, թե ինչի է իր ասածը հակապետական ու ապազգային։ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղությանը հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք
իրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածք, Քյարքին Հայաստանի տարածք, Բարխուդարլուն Հայաստանի տարածք, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք։ Սա փաստա, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածքը։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ի՞նչ է, որ այս հարցը կա։ Այս հարցը պետք է լուծվի, թե չպետք է լուծվի։ Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Հիմա ինձ ուշադիր թող լսեն բոլորը ու մասնավորապես ազգային ժողովի սեղան ծեծող անդիմությունը։ Ում գիտեք անդիմությունից, այս ուղարկեք իրանց ու պահանջեք, որ նստեն լսեն ու եթե պետք է թող թուղթ ու գրիչ վերցրած ամեն բառս իրանց մոտ գրեն, որովհետև հաջորդիվ ինչ ասելու եմ ազգային ժողովում իրանց խոսալու համար։ Բարձրացնելու եմ հարցեր, որոնք իրանք պարտավոր են ուղղել իշխանությանը, մասնավորապես հենց Նիկոլին։ Ու այդ հարցերը պետքա լինեն ոչ թե բամբասանքի կամ դատարկ մեղադրանքների ոճի մեջ, այլ իրավական ու օրինական ֆորմատով։ Պետքա ազգային ժողովում դրվի այս հարցը ու պահանջվի օրինական հակադարձ, որը վստահեցնում եմ ձեզ Նիկոլը չունի։ Ինչ է ասում Նիկոլը մեր նայած դրվագի հենց առաջին նախադասությամբ։ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղությանը հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Առաջին հարցը. իրավական որ փաստաթղթում, որ հոդվածում ու ինչ ձևակերպմամբ է ամրագրված այդ խաղաղությունը։ Որովհետև Ալմաթայի հռչակագիրը սահմանների մասին սկզբունք է պարունակում։ Այդ հռչակագիրը մասնակից պետությունների տարածքային ամբողջականության ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիության մասին է խոսում, ինչպես նաև խաղաղ կարգավորման, ուժի չկիրառման, ինքնիշխանության, միջազգային իրավունքի սկզբունքների մասին։ Այսինքն ստեղ առաջին դասը էս է, հռչակագիրը սկզբունք է, սահմանազատումը իրավական ու տեխնիկական գործընթաց է, քարտեզը ապացույցի աղբյուր է, իսկ վերջնական սահմանը պետությունների կողմից իրավականորեն ձևակերպված արդյունք է։ Այս 4-ը իրար հետ չխառնելու դեպքում քաղաքական մառախուղի կեսը միանգամից ցրվում է։ Ալմաթայի հռչակագիրը 91 թվականի դեկտեմբերի 21-ի փաստաթուղթ է։ Ինքը ասում է մասնակիցները ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Ինքը չի ասում խորհրդային միության վարչական քարտեզները հավերժական պետական սահմաններ են։ Ինքը չի կցում որևէ կոնկրետ քարտեզ, ինքը չի սառեցնում ու ամրապնդում 1920-ից 1930-ականների ստալինյան վերաձևումները որպես միջազգային իրավունքի վերջնական ակտ։ Անդիմություն լսում եք, այդ հռչակագիրը ստորագրվել է այն պահին, ուշադիր լսեք, երբ Արցախը արդեն հռչակել էր իր անկախությունը, երբ հակամարտությունը արդեն գոյություն ուներ ու երբ գոյություն ունեցող սահմանները գետնի վրա արդեն չէին համընկնում թղթի հետ։ Օգտագործել այդ հռչակագիրը որպես միակ իրավական աղբյուր նշանակում է ինչ որ մի նախադասություն վերածել մի ամբողջ հայկական ինքնիշխանության սահմանադրական հիմքի։ Ու հələ հիշացնեմ, որ այդ ընդամենը հռչակագիր է, ոչ թե պայմանագիր։ Այո, հռչակագրով առաջնորդվել կարելի է, բայց անթույլատրելի է այդ հռչակագիրը բարձրացնել պայմանագրի մակարդակի ու ներկայացնել որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների վերջնական ու անփոփոխ իրավական հիմք։ Մանավանդ առանց դրա իրավական ուժը, հետագա պարտավորությունները ու կոնկրետ սահմանագծման փաստաթղթերը առանձին հիմնավորելու։ Այս ոչ թե խաղաղություն է, այլ իրավական ինքնահանձնում։ Հիմա սրա հաջորդ դատարկ թեզը։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան
Եվ այդ քարտեզներով է, որ մենք իրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Շատ լավ։ Ասում է քարտեզներ կան։ Ցույց տուր այդ քարտեզները։ Նախ քարտեզը փաստաթուղթ չի, քանի դեռ ինքը չի դարել երկկողմ վավերացված սահմանային պայմանագիր։ 91 թվի քարտեզները խորհրդային վարչական գծեր են։ Դրանք գծվել են այն ժամանակ, երբ Հայաստանը չուներ ինքնիշխանություն, երբ սահմանները որոշվում էին Մոսկվայում ու ոչ թե Երևանում։ Կիրանցում արդեն կիրառվել է այդ ապօրինի տրամաբանությունը, այդ նախադեպը։ Իսկ նախադեպը իրավունք է դառնում, երբ իրանք կրկնում են։ Եթե ըմբռնումը էս է, ապա սրանք ընդունում են, որ Հայաստանի տարածքը այն է, ինչ ԽՍՀՄ թողել է 91 թվին, ոչ թե այն, որը հայ ժողովուրդը պաշտպանել է 3 տասնամյակից ավել։ Այս պատմության չեղարկումը մի դատարկ նախադասությամբ։ Եթե ընդդիմությունը այդքան կա, ապա հենց հաջորդ նիստին պահանջեք, ասեք ոչ թե օդի մեջ գազեր կրակի, ասելով թե քարտեզներ կան, այլ համայն հայության անունից պահանջեք, ասեք ցույց տուր այդ քարտեզները, որ քարտեզն է ցույց տալու, որ թվականին է կազմվել այդ քարտեզը, ով է կազմել, ինչ իրավական ակտով է հաստատվել, ինչ մասշտաբ ունի, որ սահմանն է այդ քարտեզը արձանագրում, որ արխիվում է պահվում դրա բնօրինակը, ինչ է նշանակում դրա յուրաքանչյուր սահմանագիծը ու ամենակարևորը, ինչի հենց այդ քարտեզը, այլ ոչ թե մեկ ուրիշը, որը ունի իրավական նշանակություն։ Օրինակ, ինչի ոչ Վիլսոնյան քարտեզը։ Ես հիմա չեմ ասում վերցրեք Վիլսոնյան քարտեզը ու ասեք էս է մեր ներկայի սահմանը, չնայած տենց էլ կա, բայց չէ։ Դուք մեկը ձեր քաղաքական գիտելիքով չեք ձգի, որ մինչև վերջ դրան տեր մնաք, այդ անցանք։ Ես ասում եմ, հակահայկական ու չհիմնավորված թեզի համար շատ ավելի վտանգավոր ու շատ ավելի խելացի բան։ Պահանջեք իշխանությունից բացատրել իրավական չափանիշը, որով մի քարտեզը ընտրվում է մյուսի նկատմամբ։ Որտեվ եթե սրանք ասում են այս քարտեզն է հիմքը, հաջորդ հարցը ինքնաբերաբար դառնում է, իսկ որ իրավական նորմով է որոշվել, որ հենց այս է հիմքը։ Այս արդեն քաղաքական ճար չի, այս իրավական հարց է, ու այս բոլոր հարցերը, որ ես հենց նոր թվարկեցի ու դեռ թվարկելու եմ, սրանք ազգային ժողովում պետքա բարձրաձայնվեն ու դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ պահանջվեն իրավական փաստաթղթային պատասխաններ։ Ու մի բան էլ հուշեմ ձեզ, ընդդիմություն, այս հարցերը իմ նշած ձևաչափով ուղակի բանավոր ճառի վերածելու փոխարեն ձևակերպեք որպես պատգամավորական պաշտոնական գրավոր հարցեր իրավասու կառավարության անդամներին, որովհետև ստեղ արդեն ձեր ձեռը կա ոչ թե քաղաքական միկրոֆոն, այլ օրենք։ Հիմա ավելի ուշադիր լսեք։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 112-րդ հոդվածը պատգամավորներին տալիս է կառավարությանը հարցերով դիմելու իրավունք։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 112, պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը, կետ 1, հերթական նստաշրջանի, նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում, կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին։ Պատգամավորների հարցերի կապակցությամբ ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։ Կետ 2. Պատգամավորներն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք։ Գրավոր հարցերի պատասխաններն ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում։ Իսկ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածը կոնկրետ սահմանում է գրավոր հարցի ընթացակարգը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ազգային ժողովի կանոնակարգ, հոդված 119, կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելը, կետ 1, պատգամավորներն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք, կետ 2, հարցը ստանալուց հետո 3 շաբաթյա ժամկետում վարչապետը կամ նրա հանձնարարությամբ կառավարության համապատասխան անդամը գրավոր պատասխանում է հարցին, կետ 3, գրավոր հարցերն ուղարկելու, ինչպես նաև դրանց պատասխանները պատգամավորին տրամադրելու կարգերը սահմանվում են աշխատակարգով։ Գրավոր հարցերի պատասխանները տեղադրվում են ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։ Ու հիմա ուշադիր, եթե դուք այս հարցերը պատշաճ կերպով ձևակերպված գրավոր հարցերով եք ուղարկում, իշխանությունը չի կարա ուղակի պատասխան չտա ու իրան հասած իշխանությունից գլուխը կորց հրած, զուտ ինքնահաստատվելու կամ կայանալու համար ասի անջատեք սրա խոսափողը, դուրս եկեք դահլիճից կամ էլ ասի հարցին չեմ ուզում պատասխանեմ։
Որովհետև ի տարբերություն ձեր բամբաստ ձևաչափի, այս ասածս ձևաչափը, այսինքն արդեն ոչ թե միկրոֆոնը, այլ օրենքը, իրան տալիս է ոչ թե քաղաքական ընտրություն, պատասխանեմ թե չպատասխանեմ, այլ սահմանում է ընթացակարգային պարտականություն։ Ու եթե պատասխանը չգա, այդ արդեն ոչ թե ձեր հերթական քաղաքական մանկապատանեկան վեճն է իշխանության հետ, այլ խորհրդարանական վերահսկողության շրջանակում օրենքով սահմանված պարտականության չկատարման հարց։ Դուք հարցերը ուղեք, թող իրանք չպատասխանեն, այդ ժամանակ էլ շատ արագ կասեմ ինչ անեք։ Նորից եմ ասում, եթե ձեր քաղաքական գոյությունը զուտ Նիկոլ պահելու համար չի։ Պատասխանը գալու դեպքում էլ ինքը մեկը հրապարակվելու է, կծանոթանամ, այդ ժամանակ էլ կասեմ ինչ անեք։ Դուք հանգիստ գործեք նենց ոնց ասում եմ, ես իմ յուրաքանչյուր խոսքին տեր եմ։ Եթե իրոք ուզում եք, որ ԿՊ-ն իր թեզերում պարտություն կրի ու դադարեցնի ապօրինի ու հակապետական քարոզչությունը, ուրեմն արեք նենց ոնց ասում եմ։ Հույս ունեմ մեջներդ նորմալ օրինական հարց ձևակերպող կունենաք։ Եթե չունեք, ասեք այդ հարցում էլ կօգնեմ, համ ձեզ կստուգենք, համ իշխանությանը։ Ու էս էլ իմացեք, որ իշխանությունը կարա չհամաձայնվի ձեր եզրակացության հետ։ Կարա ասի, որ Վիլսոնյան քարտեզը տվյալ գործընթացի իրավական հիմքը չի։ Կարա ասի 76 թվի քարտեզն է կիրառելի։ Կարա բերի մեկ այլ փաստաթուղթ, կարա բերի միջազգային իրավունքի այլ նորմ։ Բայց հենց էս է խաղի ամբողջ իմաստը։ Դուք իրան ստիպում եք պատասխանել փաստով, ոչ թե գորգորոցով, ոչ թե սեղանին խփելով, ոչ թե ինքը ձեզ թալանչի դուք իրան դավաճան ասելով, այլ ստիպելով մնալ օրենքի սահմաններում ու պատասխանել։ Թող ցույց տա ու ասի, ըհը, հեսա քարտեզը, հեսա դրա ստեղծման թվականը, դրա հեղինակը, դրա հաստատման իրավական հիմքը, դրա արխիվային աղբյուրը, դրա իրավական նշանակությունը, թող հիմնավորի, թե ինչի է ընտրել հենց այդ քարտեզը, թող հիմնավորի ու բացատրի, թե ինչի մյուս քարտեզները չեն համարում կիրառելի։ Ու եթե իշխանությունը այս կարումը անի, թող անի, ես կասեմ հաջորդ քայլով ինչ անեք։ Իսկ եթե չի կարում, արդեն կա հաջորդ հարցը։ Ուրեմն ինչի վրա է կառուցում ձեր պետական սահմանների մասին պնդումը։ Այ էս է խորհրդարանական պայքարը, ջարդել ոչ թե սեղանները, այլ փաստարկները, հասկանում եք։ Ընդդիմության ուժը ոչ թե այնա, թե քանի անգամ կարա գոռա ամոթ կամ դավաճան, այլ այնա, թե քանի անգամ կարա իշխանությանը ստիպի փաստաթուղթ ցույց տալ ու ապարդյուն փորձի օրենքով հիմնավորել իր դատարկաբանությունը։ Եթե դուք էս էլ չեք կարում անեք, բա մետ ասեք էլի, բա դուք ազգային ժողովում ինչ եք անում։ Ուրեմն ընդդիմության առաջի պահանջը պետք է լինի շատ պարզ։ Առաջինը գրավոր տարբերակով պահանջում եք քարտեզը ամբողջությամբ։ Երկրորդը պահանջում եք արխիվային հիմքը ամբողջությամբ։ Երրորդը պահանջում եք մեթոդաբանությունը ամբողջությամբ։ Չորրորդը պահանջում եք կոորդինատները ամբողջությամբ ու հինգերորդը պահանջում եք իրավական հիմնավորումը ամբողջությամբ։ Ու հայեր ջան, իմացեք, այս վիդեոն ոնց որ դուք եք նայում, տենց էլ ընդդիմությունն է նայում։ Ու եթե իրանք այս ասածս չարեցին, ուրեմն մանավանդ իրանց ձեն տվողներ ու իրանց հետ հույսեր կապողներ։ Իմացեք, որ հերթական անգամ խափնվել եք համակարգի դիմակներին, մտածելով, որ սրանք ուրիշ են, Նիկոլը ուրիշ է։ Ավելի պարզ ասեմ, եթե ընդդիմությունը այս ասածս չարեց, ուրեմն իմացեք, որ մի ամբողջ ազգային ժողով իր ընդդիմությունով հանդերձ, մեկ ամբողջական ԿՊ է։ Հիմնավորումն էլ ոչ թե նոր պետք է տամ, այլ մինչև այսքան ասելս արդեն հիմնավորեցի։ Հիմա թող ձեր ընդդիմությունը մտածի։ Անցնենք առաջ, սրա հաջորդ դրվագը։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածք, Քյարքին Հայաստանի տարածք, Բարխուդարլուն Հայաստանի տարածք, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Հիմա նայեք հայր ջան, 91 թվի վարչական քարտեզներով Արցվաշենը հայկական էքսկլավ է, մյուսները ադրբեջանական։ Բայց փաստ բառ օգտագործելը, այդ որ ասում է սա փաստ է, այդ էժան մանիպուլյացիա է։ Այդ գյուղերը խորհրդային տարիներին տեղափոխվել, վերաձևվել ու վերաբաշխվել են։ Դրանք բնական սահմաններ չեն, դրանք ինժեներական սահմաններ են։ Արցվաշենը 92-ին գրավվել է, մյուսները ավելի վաղ, հայկական վերահսկողության տակ են անցել պատերազմի ընթացքում։ Այսօր դրանք ներկայացնել որպես ամփոփող իրավական իրականություն, նշանակում է ասել, որ 1990 թվից մինչև 94-ի տևած պատերազմը 2020-ը, 2022-ը, 23-ը իրավական հետևանքներ չունեն։
Այս իրավունք չի, այս ընտրովի իրավունքը ու մենակ այն մասով, որը հարմար է այսօրվա զիջումներին։ Առհասարակ իրան հարգող քաղաքական գործիչը մանավանդ ոչ բարով վարչապետի պաշտոնին վերընկած։ Պարտավոր է փոխի իր բառապաշարը։ Սա փաստ է ասելը դեռ փաստ չի ստեղծում։ Փաստը պետք է ապացուցվի այն փաստաթղթով, որը պետականորեն ու միջազգային իրավական իմաստով դրա հիմքն է։ Հիմա կա տենց մեկը, ով կարա ցույց տա գոնե մի հատ փաստաթուղթ, ըստ որի Տիգրանաշենը քյարքի է, հերիք չի, հետն էլ պատկանում է Ադրբեջանին։ Ցույց տվեք մի հատ օրինական ու միջազգայինորեն ճանաչված իրավական փաստաթուղթ, ըստ որի Տիգրանաշենի տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Անդիմություն, եթե վախեցած չեք, այս հարցը տվեք մի հատ։ Սկզբի համար գոնե բանավոր, հետո կկցեք մյուս գրավոր հարցերին։ Մի հատ պահանջեք, ասեք, եթե Տիգրանաշենը քյարքի անվանելով պնդում ես այդ տարածքի կարգավիճակը, հələ տուր մի հատ դրա իրավական հիմք։ Եթե Բարխուդարլու ես ասում, Յուղարի ասկիպարա ես ասում, տուր դրանց կարգավիճակը հաստատող իրավական հիմք։ Արծավաշենն էլ ականջ յուղելու համար ասում, որ ավելին չպահանջենք։ Ուրեմն Արծավաշենի կարգավիճակը հաստատող իրավական հիմք էլ տուր։ 4 անուն, 4 անուն ու 4 իրավական դոսիե, 4 քարտեզային հիմք, 4 պատասխան, որովհետև պետությունը չի կարա գոյություն ունենա ինձ թվում է քարտեզի վրա սենցա սկզբունքով։ Կամ որ հղում է անում Ալմաթայի տեքստին։ Այդ տեքստի մեջ ոչ միայն ընդհանրացրած տարածքային ամբողջականության մասին է խոսքը, այլ նաև այդ տեքստը խոսում է նորից ընդհանրացրած ինքնիշխանության, հարցերի խաղաղ կարգավորման, ուժի չկիրառման, մարդու իրավունքների ու ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին։ Արա ուրա ըտեղ նշած 27 կամ 29000 քառակուսի կիլոմետր, ուրա ըտեղ քյարքի կամ Արծավաշեն։ Լավ ժողովուրդ, դուք այսքանը չեք հասկանում, չեք տենում, դուք ձեզ հարց չեք տալի, ախպեր, հələ մի րոպե է, այդ ով ասեց, որ փաստաթուղթը հաստատեց, որ էսի անկլավա, էնի էքսկլավա, որ ընդհանրապես Ադրբեջանը պահանջելու բան ունի։ Այսինքն հələ պայքարելը չեմ ասում, բայց ձեզ գոնե ականջները կախ հիմարի կարգավիճակից հանելու համար։ Այս հարցերը չեք ուզում տակ։ Ձեր ապահովությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դնող թեզերի ու որոշումների մասին էլ չեք ուզում մտածեք։ Դե լսեք սրան։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածք է։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս է ամենավտանգավորը։ Ձեր Նիկոլը բացահայտ ասում է, որ քարտեզն ու գետինը չեն համընկնում, ու որ այդ անհամապատասխանությունը պետքա լուծվի։ Ջերմուկ, Վայոց ձոր, Տավուշ, սրանք ոչ թե տեխնիկական մանրամասներ են, այլ սրանք բարձունքներ են, սրանք ջրային ավազաններ են, ճանապարհներ են, ռազմավարական խորություններ են։ Ու երբ ասում ես գետնի վրա այլ կերպ է, դու արդեն ընդունում ես, որ Ադրբեջանի պահանջը քարտեզի հիման վրա կարա վաղը դառնա բանակցության առարկա։ Այս արդեն հայկական տարածքի վերածումն է փոխանակման օբյեկտի, այս արդեն արժանապատվության հարց է, ոչ թե մենակ սահմանի։ Ու արդյունքում մենք ստանում ենք ոչ թե իրավական սահման, այլ քաղաքական ընտրության արդյունք։ Էն էլ ինչ ընտրության միանձնյա, ճիշտ նույն ձևով ոնց որ Ստալինի մի վարչական որոշմամբ կորցրեցինք Նախիջևանը, հիմա էլ սրա վարչական որոշմամբ պետք է կորցնենք ամբողջ հարավային հատվածը, որովհետև Տիգրանաշենը տալուց չի կարա երասխը չտա, քանի որ այդ պետք է հանդիսանա ճանապարհ դեպի Տիգրանաշեն ու դրանից դուրս։ Դրան էլ գումարեք Զանգեզուրի միջանցքը, որը նրբորեն անվանում են տրիպ, ու 3 տարվա ընթացքում էլ այդ տրիպի համար Ադրբեջանի կողմից անխուսափելիորեն պահանջվող բուֆերային գոտին, որը չեն կարա չտան, ամեն կողմից առնվազն 3 կիլոմետր։ Ու այդ Սյունիքը ամբողջությամբ հանձնվավ Ադրբեջանին։ Վաղն էլ առանց Սյունիքի քարտեզնա խփելու դոշին, ասի հələ այս եղածը եկեք փրկենք, հետո մտածենք ինչ ենք անում։ Ու տենց այնքան մինչև հետո էլ անցնի Գեղարքունիքին։ Ասենք լավ, դուք գիտակցում եք ինչա կատարվում։ Հայաստանը աշխարհի քարտեզից վերացման ճանապարհին է։ Դուք ինչ իշխանություն ու ընդդիմություն եք խաղացնում։ Հələ մի հատ այս վտանգների ֆոնին նայեք ձեր ազգային ժողովի մանկական մառազմը։ Լավ, դուք ում հույսով եք ձեր տներում հանգիստ նստած։ Ընդդիմության հերթական ֆիթնես մարզումների, որ հեսա կարող է դուրս գան, ասեն, այս ծերից գնանք այն ծերը, այն ծերից մյուսը, թե իշխանության անհիմն լոլոների։
Հələ էլի լույսի բանակը չեք տենում, երկար եք տենց կույր քաղաքական գիտակցությամբ ապրելու, թե միգուցե արդեն ժամանակն է ընդունել, որ լույսի բանակից բացի ուրիշ քաղաքական ուժ չունեք, որը կարա ձեզ հույս լնի։ Ինչ ասեմ, ժողովուրդ, չգիտեմ, անցնենք առաջ։ Հիմա մեր ընկալումը ի՞նչ է, որ այս հարցը կա։ Այս հարցը պետքա լուծվի, թե չպետքա լուծվի։ Այո, այս հարցը պետքա լուծվի։ Լուծել ինչի հիման վրա, ինչ գնով։ Եթե միակ հիմքը 91 թվի քարտեզն է, ապա լուծումը արդեն դրած է սրանց սեղաններին։ Ինչ որ նոր լուծման տարբերակ չի լինելու։ Ու այդ ոչ թե բանակցությունը, այլ կատարման ժամանակացույց, որովհետև խաղաղությունը ինքնանպատակ բառ չի։ Խաղաղությունը արժեք ունի մենակ այն ժամանակ, երբ ինքը ստեղծում է անվտանգություն, ինքնիշխանություն, արժանապատվություն ու կանխատեսելիություն։ Իսկ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի պահանջելու ոչ թե պարզապես լռություն սահմանին, ոնց որ բոլորին կտել են, թե սահմանին կարակոց չկա, այդ արդեն հերիք է, այլ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի պահանջելու իրավականորեն պաշտպանված խաղաղություն, այսինքն երաշխիքներով, այսինքն հստակ միջազգային ու իրավական պարտավորություններով, փոխադարձ պատասխանատվության մեխանիզմներով, սահմանների ու ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության բացառման իրական երաշխիքներով, Հայաստանի անվտանգությանն ու քաղաքացիների իրավունքներին վերաբերվող հստակ պայմանավորվածություններով, որոնց խախտումը կունենա ոչ թե հերթական ափսոսանք արտահայտելու տարբերակ, այլ նախապես սահմանված իրավական հետևանքներ։ Հաջորդը։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Նայեք, ստեղ ինքը ոչ թե խաղաղությունը հայտարարում, այլ հայտարարում է, որ հայկական կողմը այլևս իրավունք չունի նույնիսկ մտածել ուժի մասին, որպես վերջին երաշխիք։ Ստեղ ընդդիմությանը նորից խորհուրդ կտան բացեն սահմանադրությունը, որը պարտավորեցնում է զինված ուժերին ապահովել տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն։ Երբ վարչապետ կոչվածը ասում է փակված էջ, ինքը փակում է ոչ թե պատերազմը, այլ պետության ինքնապաշտպանության իրավական հնարավորությունը։ Գոնե հասկանում եք, որ այս ոչ թե խաղաղություն է, այլ կապիտուլյացիայի փիլիսոփայություն։ Ու եթե ընդդիմությունը այսքանը իրան ասի, ինքը այնքան պրիմիտիվ է, որ պատասխանելու է, թե միջազգային իրավունքը ուժի կիրառումը սահմանափակում է։ Ասելու է, որ Հայաստանի պետական քաղաքականության հիմքը պետքա լինի վեճերի խաղաղ կարգավորումը։ Էս է սրա բերանի կռուտիտը։ Կամ նորից պետքա հղում անի իր այդ Ալմա-Աթայի հռչակագրին ու ասի, որ այդ հռչակագիրը ամրագրում է ուժի չկիրառման ու վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներ։ Ու հուսամ ընդդիմությունը այնքան անլեզու չի լինի, որ լռի։ Այդ ժամանակ բա ասեք, բա եթե տենց հիմնվում ես Ալմա-Աթայի հռչակագրին, բա այդ նույն տեքստի մեջ ասվում է, որ կողմերը իրավունք չունեն միջամտելու իրար ներքին քաղաքականության ու ներքին գործերի մեջ։ Բա Ալիևը ո՞նց է պահանջում սահմանադրություն փոխես։ Այս ասեք մի հատ ու շարունակությունն էլ թող արդեն ձեր իբր քաղաքական ուղեղը մտածի։ Կամ էլ պետք է ՄԱԿ-ի կանոնադրությանը հղում անի, ասի, որ դա նույն տրամաբանությունն ունի։ Պետությունների տարածքային ամբողջականության ու քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքը կամ կիրառումը անթույլատրելի է։ Ստեղ արդեն ընդդիմությունը պետք է մատնանշի մի հատ շատ վտանգավոր շփոթություն, որ խաղաղ կարգավորման կողմ լինելը չի նշանակում հրաժարվել պետության պաշտպանունակությունից։ Այսինքն խաղաղությունը հավասար չէ միակողմանի զիջման, հավասար չի ինքնիշխանության թուլացման, հավասար չի փաստաթղթի փոխարեն բանավոր վստահության ու վերջապես խաղաղությունը չի ենթադրում սեփական իրավական դիրքի նախապես ոչնչացումը։ Խաղաղություն նշանակում է հակամարտության հարցերը տեղափոխել ուժի դաշտից իրավունքի դաշտ։ Ու եթե մենք ասում ենք այլևս ռազմական ճանապարհ չկա, ապա պետք է հաջորդ նախադասությամբ պարտադիր ասենք, որ հետևաբար կա իրավական ճանապարհ ու այդ ճանապարհին Հայաստանը պետք է առավելագույնս ուժեղ լինի։ Էս է պետական մտածողությունը, բայց ոնց տենում ենք, մեր առաջ փակվում է համ ռազմական ճանապարհը, համ իրավական։ Հիմա հենց Նիկոլ փառաբանողներ, մի հատ դուք ասեք, այս խաղաղությունը թե հերթական կապիտուլյացիա, չնայած ում ինչ եմ հարցնում, անցանք առաջ։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։
Հարմար երկու երկրների համար։ Այս ընդամենը սիրուն բանաձև է, բայց հայկական անվտանգությունը, հայկական ջուրը, հայկական բարձունքը, հայկական ճանապարհը չեն կարա հարմար լինեն, եթե դրանք կտրվում են։ Բնակիչների հարմարավետությունը չի կարա փոխարինվի պետության գոյության հետ։ Ասենք տվյալ տարածքի բնակիչը հարմարվում է տեղափոխության ու այդ տարածքը հանձնելու հետ։ Հետո այդ պետականության պահպանման երաշխիքը, այսինքն բնակիչն է ու ենթադրենք մի հատ անհայրենիք եսիմ ով է։ Եթե իրան հարմար է երկիրը հանձնվի, այդ նշանակում է, որ օրինական գործողություն ես անում, կարող է խփնվել եք։ Այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Այս մարդասիրության դիմակով ներկայացվող տարածքային զիջման տրամաբանությունը, որտեղ պետության կենսական շահը ստորադասվում է տվյալ պահին ինչ որ մեկի չակերտավոր հարմարավետությանը, բայց պետության սահմանը չի որոշվում նրանով, թե մի կամ մի քանի բնակիչը ինչքանով են պատրաստ հարմարվել իրենց հայրենի տարածքի կորստին։ Պետության պահպանությունը մարդասիրության հակադրություն չի, այդ պետության առաջին պարտականությունն է, իսկ մարդասիրությունը այդ պարտականության իրականացման ձևն է, ոչ թե տարածքային զիջումը արդարացնելու պատրվակ։ Ասենք ուզում եմ հասկանամ էլի, որտեղ է սահմանը պետության իրավունքի ու բնակչության հարմարավետության մեջ։ Այո, մարդու կյանքը կարևոր է, մարդու տունը կարևոր է, մարդու անվտանգությունը կարևոր է, բայց պետական սահմանը չի կարա որոշվի մենակ այն չափանիշով, թե տվյալ լուծումը տվյալ պահին ում համար է ավելի հարմար, որովհետև եթե հարմարությունը դառնա սահմանների որոշման իրավական չափանիշ, վաղը ցանկացած պետություն կարա ասի, այս կամ այն տարածքը ինձ ավելի հարմար է, բա հետո միջազգային իրավունքի իմաստն էլ հենց այն է, որ ուժը, ցանկությունը ու պահի քաղաքական հարմարությունը փոխարինվեն կանոններով, ու Հայաստանի սահմանադրությունը ստեղ նորից շատ կարևոր սահմանագիծ է դնում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածը Հայաստանը բնորոշում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն։ Սահմանադրության երկրորդ հոդվածով իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ տարածքային փոփոխությունների հարցերը կարգավորվում են հատուկ սահմանադրական ընթացակարգով։ Ուրեմն այստեղ ընդդիմությանը տալիս եմ ոչ թե քաղաքական էժան հնարք, այլ պետական աշխատանքի ստանդարտ։ Ազգային ժողովում չդնեք նորից սեղան տփեք, այլ ընդամենը հարցրեք, որ միջազգային փաստաթուղթն է դրա իրավական հիմքը, որ քարտեզն է հիմք, որ իրավական ակտն է այդ քարտեզին տալի համապատասխան ապացուցողական նշանակություն, որ արխիվից է դա վերցված, ինչ մեթոդաբանությամբ են քարտեզային տվյալները համադրվում գեոդեզիական չափումների հետ։ Ոնց են որոշվում անկլավների ու էքսկլավների կարգավիճակները, ոնց են պաշտպանվելու սահմանամերձ բնակիչների սեփականության, բնակության, տեղաշարժի ու անվտանգության իրավունքները, որ փաստաթուղթն է սահմանում վերջնական արդյունք, որ մարմինն է իրավասու այդ փաստաթուղթը հաստատել ու որ օրենքի որ հոդվածով, ու ամենակարևորը ոնց է ապահովվելու Հայաստանի ինքնիշխան շահերի համաչափ պաշտպանությունը այդ ամբողջ գործընթացում։ Հիմա եթե ընդդիմությունը սա չանի, ես այս հարցերը պետք է ուղղեմ կառավարությանը մեր Լույսի բանակի անունից, բայց դեպքում մի հատ ուզում եմ հասկանամ, հիմա ընդդիմությունը Լույսի բանակն է, թե այնտեղ նստած անձնակազմը, որը բամբաս ֆորմատից դուրս ուրիշ ոչ մի բանի ընդունակ չի, որովհետև հենց ասածս ձևաչափն է ընդդիմության աշխատանքը, ոչ թե սեղան ծեծելը, հայհույ անելը, բամբասելն ու մարդը 5 րոպե դատարկ պաթոսային ու թատերական ճառեր ասելը։ Աշխատեք փաստաթղթերով, հոդված կարդալով, քարտեզ բացելով, կոորդինատներ ցույց տալով, իրավական հակասությունը մատնանշելով ու բոլոր պաշտոնյաներին ստիպելով, որ պատասխանեն, ոչ թե դեմքներիդ միկրոֆոն անջատեն, ձեզ էլ հանեն լարեն դահլիճից դուրս։ Էս է խորհրդարանական պայքարը ու իշխանություն կոչվածին էլ մասնավորապես Նիկոլին մի հատ բան կասեմ։ Այդ քաղաքական մեծ ականջիտ օղարա, որ դու իրավունք չունես ժողովրդից պահանջելու հավատալ քո ձևակերպումներին, դու պարտավոր ես դրանք ապացուցել։ Եթե քարտեզ կա հրապարակի, եթե իրավական հիմք կա հրապարակի, եթե սահմանը հստակ է ցույց տուր, եթե գործընթացը պաշտպանված է ցույց տուր դրա իրավական մեխանիզմը, ու եթե խաղաղությունը կայացած է ոնց որ ձեզ ճղում եք, ցույց տուր այդ խաղաղության փաստաթղթի ամբողջական իրավական ճարտարապետությունը։ Հայաստանը իրավական պետություն է, ու իրավական պետության մեջ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ ես, ոչ դուք, ոչ որևէ կուսակցություն պետությունից վեր չեն։
Վեր կարա լինի մենակ օրինական փաստաթուղթը, սահմանադրությունը ու օրենքը, որտեվ Հայաստանի ինքնիշխան շահն ա վեր ամեն ինչից։ Ու հիմա մի բան էլ պատմության մասին։ Հայ ժողովուրդը հազարավոր տարիների պատմություն ունի, դա բոլորս գիտենք։ Այ էտա փաստը։ Բայց պատմությունը պետական սահման պաշտպանելու համար մենակ հիշողություն չի։ Պատմությունը նաև դաս է։ Մենք բազմիցս կորցրել ենք այն պահերը, երբ պատմական հիշողությունը չենք կարողացել վերածել ինստիտուցիոնալ ուժի։ Այսօր մեզ պետք չի մենակ ասել սա հայկական է, նա հայկական է։ Մենք պետք է կարողանանք ասել հեսա փաստաթուղթը, հեսա քարտեզը, հեսա իրավական հիմքը, հեսա ժամանակագրությունը, հեսա միջազգային իրավունքի նորմը, հեսա մեր պահանջը ու հեսա այն կետը, որտեղ հակառակ կողմի փաստարկը փլվում է։ Ես այդ ամեն ինչը ունեմ ու կարամ ներկայացնեմ ու կարամ հակադարձեմ, ցույց տամ ու ապացուցեմ, որ այսօրվա իշխանությունը անում է ամեն ինչ ապօրինի ու հայկական պետականությանը դեմ։ Ես այդ ամբողջ կետերն ունեմ ու այդ ամեն ինչը կարամ փաստարկված ներկայացնեմ, որովհետև մենակ այդ մեթոդն է 21-րդ դարի ազգայնականությունը, ոչ թե ազգային ժողովում ամբաղ-զամբաղ ղժղժալը։ Դուք պետքա ցույց տաք ոչ թե ինչ ջղային տպեր եք, այլ պետքա բարձրացնեք ձեր ապացուցողական ուժը, պետքա հաստատեք ձեր իրավական անխոցելիությունը, պետքա ոչ թե մենակ սիրուն ճառեր ասեք անցյալի մասին, այլ այդ անցյալի փաստերը վերածեք ներկայի պետական ուժի։ Եթե ուղեղներդ այդքան չի աշխատում, բայց չեղավ, որ ազգային ժողովում նստել եք մենակ նրա համար, որ Նիկոլի կողմից հանձնվող տարածքների ֆոնին դուք ընդհանրապես աշխատավարձ ստանաք ու ձեր դախ պաթոսի համար լայքեր հավաքեք։ Դրա համար այս ուղերձս ձեզ կարևորագույն հուշում, որ գոնե մի քիչ քաղաքական գործիչների նմանվեք ու մի քիչ էլ հայրենասերների ու բոլորդ ականջներիդ օղարեք, որ ոչ մի անձ Հայաստանից վեր չի, ոչ մի կուսակցություն Հայաստանից վեր չի, ոչ մի կառավարություն ու ոչ մի ընդդիմություն Հայաստանից վեր չի։ Հայաստանը պետություն է, իսկ պետությունը խաղալիք չի ձեր նման քաղաքական գործիչների ձեռը։ Նիկոլի այս ելույթի մեջ ես տենում եմ մի թեմա, որի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը կարան տարիներով վիճեն, բայց իրական հարցը շատ ավելի պարզ է։ Հայաստանը կարա իր սահմանների մասին խոսա նենց իրավական ու փաստական լեզվով, որ ոչ մի իշխանություն չկարողանա ժողովրդին ասի հավատացեք ինձ, այլ ստիպված լինի ասել հեսա փաստաթուղթը, հեսա չափանիշը ու հեսա իրավական հիմքը։ Ու ես ուզում եմ, որ հայ մարդը մի օր քաղաքական գործչից չլսի հավատա ինձ արտահայտությունը, այլ լսի ստուգի ինձ արտահայտությունը։ Ես ինչ քաղաքականություն եմ մտել, ես մենակ էդ եմ ասում, չեք հավատում ստուգեք, չեմ խնդրում ինձ հավատաք, հեսա վերցրեք նայեք։ Դրա համար ես ինձ կարամ համարեմ պատասխանատու քաղաքական գործիչ, իսկ ձեր այդ ազգային ժողովը մի տեսակ այլ ֆորմատի մեջ է իրեն դրսևորում, որովհետև իրանք չեն հասկանում, որ իսկական պետականությունը սկսվում է այն օրը, երբ առաջնորդը կապ չունի որթևի, ժողովրդից հավատ չի մուրում, ինքը ժողովրդին տալիս է փաստաթուղթ, քարտեզ, օրենք, փաստ ու ասում է հեսա ստուգի, եթե սխալ եմ կանգնացրա ինձ, եթե ճիշտ եմ կանգնի պետության կողքը, էսա քաղաքական հասունությունը, էսա իրավական հայրենասիրությունը, էսա պետական ազգայնականությունը ու էսա այն Հայաստանը, որտեղ սահմանը պահում է ոչ թե մենակ զինվորի դիրքը, այլ նաև իրավաբանի գրիչը, պատմաբանի արխիվը, դիվանագետի փաստաթուղթը, ինժեների չափումը ու քաղաքացու գիտակցությունը, որովհետև պետության սահմանը սկսվում է քարտեզի վրա, բայց իրականում ավարտվում է մարդու գիտակցության մեջ։ Ու վերջում մի քանի իրավական կետեր համ իշխանության համար, համ ընդդիմության համար, համ էլ համայն հայության համար, որոնցից իշխանություն կոչվածը չի կարա հեշտությամբ փախնի։ Առաջինը Ալմաթայի հռչակագիրը չի պարունակում քարտեզների կցում ու չի վերածում խորհրդային վարչական գծերը ավտոմատ միջազգային սահմանի։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պարտավորեցնում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը ու սահմանների անխախտելիությունը։ Ոչ մի ճակերտավոր ըմբռնում չի կարա վերացնի այդ պարտավորությունը առանց սահմանադրական փոփոխության։ Երրորդը, միջազգային իրավունքում սահմանները փոխվում են համաձայնությամբ, բայց համաձայնությունը չի կարա լինի միակողմանի ընդունումը այն բանի, ինչը դեռ չի վավերացվել որպես պայմանագիր։ Չորրորդ, 91 թվի դերությամբ արդեն գոյություն ուներ փաստացի իրավիճակ, ինքնորոշման գործընթաց ու պատերազմ։
Ու 5-րդը, եթե Արցախաշենը Հայաստանի տարածքը այդ քարտեզներով, ապա դրա վերադարձը պետքա լինի նույն փաթեթի պարտադիր մաս, ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքի խնդիր։ Հակառակ դեպքում այս ընտրովի կիրառումը։ Ու սրանք այն կետերն են, որոնցով կարելի է խոսալ ազգային ժողովում առանց սեղան ծեծելու, այսինքն օրենքով, պատմությամբ ու փաստով։ Ու եթե ընդդիմությունը այս լեզվով խոսա, հանրությունը կտենա ոչ թե բողոք, այլ միգուցե եւ այլընտրանք։ Ու այդ ժամանակ փողոցը այլևս զգացմունքի պայթյուն չի լինի, այլ կլինի այդ պահանջի շարունակությունը։ Ու ասեմ, որ սա վատ առիթ չի մարդկանց հանել փողոց, եթե առաջնորդվում ես այս կետերով ու ոչ թե դատարկ ու անիմաստ կարգախոսներով։ Ու ես նորից կասեմ, որ հայ ազգին իր ազգային ժողովում ոչ թե պետքա այսօրվա անձնակազմը իր իշխանությունով ու ընդդիմությունով հանդերձ, այլ պետք ենք մենք։ Ազգային ժողովում պետքա լինի լույսի բանակը ու ոչ որպես ընդդիմություն, այլ որպես իշխանություն։ Իսկ մեր ճանապարհը դեպի իշխանություն տրված է բացառապես հեղափոխության ճանապարհով ու ոչ երբեք այս համակարգի դեկորատիվ ընտրություններով։ Այնա ընտրությունները տեսակ ինչ եղավ։ Ու մենակ մենք էինք, որ ի տարբերություն ձեր այդ միամիտ թեկնածուների, որ իրենց դրել էին քաղաքական մոնստերների տեղ, մենակ մենք էինք ի սկզբանե ասում, որ ընտրությունները սրանց օրոք հենց սենց էլ լինելու են, ու եղավ նենց, ոնց մենք ձեզ զգուշացնում ենք։ Իսկ ձեզանից շատերը անգամ այդքանից հետո, մինչև հիմա, նորից շարունակում եք հավատալ ձեր թեկնածուներին ու ձեր ընդդիմությանը։ Դե տենանք հեսա այս վիդեոից հետո ինչ կանի ձեր այդ հուսալի ընդդիմությունը։ Ես այսքանն ասում եմ, որովհետև այսօր ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չեն խոսում այս խորությամբ, այս համառությամբ ու այս հայրենասիրական սառնությամբ։ Ինձ լսող հայը պետքա զգա, որ կա մեկը, ով տենում է ամեն բառի տակ թաքնված զիջումը ու չի վախում դա անվանել իր անունով կամ առաջարկել դրա դեմ լուծում։ Հայեր ջան, ֆիքսեք ու հիշեք մի բան, որ Նիկոլը քարտեզ է բերում, ես բերում եմ պետություն։ Ինքը ասում է հարմար, ես ասում եմ արժանապատիվ։ Ինքը էջ է փակում, ես հաշիվ եմ բացում։ Ու երբ ես Նիկոլի հետ այս լեզվով եմ խոսում, իր այդ չակերտավոր ըմբռնումը դառնում է ընդամենը մի մարդու կարծիք։ Իսկ հայկական սահմանը դառնում է նորից հայկական հարց, ոչ թե ադրբեջանական քարտեզի ծանոթագրություն։ Այսքանը, հիմա ընդդիմություն, այս վիդեոն նորից նայեք, ձեր քաղաց դասերը որպես գրառում ձեր մոտ նշեք ու գնացեք ազգային ժողով ու խոսացեք։ Եթե չէ, ուրեմն վերջնականապես լռեք, ձեր մանդատները դրեք ու հեռացեք ոչ միայն ազգային ժողովից, այլև ընդհանրապես քաղաքականությունից։ Հայեր ջան, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։ Կեցցե ծովից ծով Հայաստանը։ Կեցցե այն հայքը, որը մենք ենք բերում, հայոց նոր պատմությունը, մենք ենք գերեզնում, հսուն է հայ ազգի մեծ ուժը, միասնության մեջ, հիշեք և կրկնեք, միայն լույսի բանակ է պետք, բռունց կվեք, մենք եկել ենք, որ հետվել ենք այն ինչը մեկ է, բռունց կվեք, հայ ազգի վերածնունդն է, հայը տեր է, բռունց կվեք, հավարիա ու սարսափ մենք ենք լույսը, բռունց կվեք, միայն մեր Աստծո մեր վրա